խորհրդարանում բոլշևիկյան փաստարկներով կհիշեն Հայաստանի առաջին հանրապետությունը, սա արդեն նորություն է։ Այդպես անգամ 95 չէին արտահայտվել Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության գերագույն խորհրդում հայ կոմունիստ պատգամավորները, երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռ ոչ վարչապետ եղած, այլ երիտասարդ տնտեսագետ եղած ժամանակ երկրորդ փուլով ՀՀՇ-ի անունով ցանկանում էր պատգամավոր դառնալ։ Այս շաբաթ Հրանտ Բագրատյանը խորհրդարանում հանդես եկավ մի հայտարարությամբ առաջին հանրապետության մասին։ Նա քիչ էր մնում իր ձևակերպումն օգտագործեի արա պատգամավոր ասելով, սակայն բարեկրթությունը ինչպես հեռուստատեսային, այնպես էլ խորհրդարանական վարքուբարքում խիստ կարևոր է։ Հրանտ Բագրատյանի մասին շաբաթ ամփոփելիս կարելի էր անտեսել հայոց խորհրդարանում Հայաստանի առաջին հանրապետության իբրև թալանի կործանման մասին խորհրդային փաստարկներով նախկին վարչապետի ելույթը, եթե այն այս շաբաթ հանրային ակտիվ քննարկման նյութ չդառնար։ Առիթն էլ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին հայ-թուրքական պատերազմում Կարսի անկման փաստն էր։ Խնդիրը Հրանտ Բագրատյանը չէ, ցավոք Հայաստանում շարունակում է տիրական մնալ այդ մտայնությունը։ Մեղադրել այն բոլոր մարդկանց, ովքեր առաջին հանրապետության մասին խոսում են նվագախմբի տղաներ ֆիլմի կոմիքսային նախարարները վերցրել են հանրապետության փոխերը եւ հայդա Փարիզ բոլշևիկյան պրոպագանդայի արտահայտությամբ դժվար է։ Ախր այդ մարդիկ դպրոցական դասագրքերից բացի մեկ էլ այդ նույն կինոնկարով են միայն սեփական երկրի պատմությունը սերտել։ Նայել միայն Նժդեհին ապականող Զանգեզուր, Սևանի ձկնորտներ ֆիլմերը, սահմանափակվել դրանով ու հիմա ճակատագրի բերումով մեծ աթոռների բազմած ճամարտակում են։ Ինչի այդ մարդկանց թեզը, որ նաև շարունակում է մի ողջ քաղաքական շարժման ուղղություն լինել։ 1. Հայաստանի Հանրապետությունը կործանվել։ Որ Հայաստանի Հանրապետությունը, որը ստեղծեցին ոչնչից, գաղթական 100,000 մարդկանց հավաքատեղի, որևէ պետական կազմավորում, գերատեսչություն, բանակ, համակարգ չունեցող Հայաստանի Հանրապետությունը կործանեցին ստեղծողները, մարդիկ, ովքեր պետական համակարգի հիմքերը դրեցին, ովքեր թողեցին բարեկեցիկ կյանքն ու հայրենիք եկան։ Մեր հեռուստաընկերության մի աշխատակից կա, որի դուստրը ծոռնուհին է Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի։ Տարիներ առաջ եմ բախտն ունեցել ծանոթանալ Նիկոլ Աղբալյանի դստեր, Դորա Աղբալյանի հետ, որին հայրը կոչել է Շաղիկ։ Դորա Աղբալյանը եղել է մի փոքրիկ աղջնակ, երբ որ հիմքն է դրվել Հայաստանի առաջին հանրապետության։ Դորա Աղբալյանը իր հուշերում մի անգամ զրույցի ժամանակ պատմեց, որ հայրիկը ծննդյան օրվան բերել է կարմիր փոքրիկ կոշիկներ։ Հետո արդեն Հայաստանի պետական արխիվում հայտնաբերեցի մի գրություն։ Կրթության նախարարը նամակ է գրում վարչապետ Խատիսյանին, խնդրելով 1 զույգ կոշիկ, 3 կիլոգրամ ձավար, 2 կիլոգրամ բրին։ Կրթության նախարարն է գրում վարչապետին, որպեսզի ստանա այդքանը։ Կրթության նախարարն էլ ի դեպ սեփական տանը չի ապրել։ Ապրել է Նալբանդյան փողոցի վրա, որ հիմա ռուսական հայտնի բանկ է։ Այդտեղ եղել է Հայաստանի կրթության նախարարությունը։ Նախարարի ետնասենյակում հենց բնակվել է կրթության նախարարը, եւ երբ որ դրոն եկել է Երևան եւ տուն չի ունեցել, բնակվել է նույն կրթության նախարարի բնակարանում։ Այսպիսին է եղել առաջին հանրապետությունը։ Ոչնչից ստեղծած եւ ոչ թե նախկին վարչապետի պես խորհրդարանում հաշվետվություն տալով այդ օրերի պատգամավորներին, թե հյուրանոցների վրա փող խնայելով Մալբորո տեսակ սիգարետ են առնում։ Դրա համար արա բառը չեմ ցանկանում օգտագործել, բայց որ երկիրը կորտանեցիկ արտահայտությունը խորհրդարանում թույլ են տալիս, պետք է հիշել, որ խորհրդային Հայաստանի մի ողջ տնտեսություն կործանվեց այդ օրերին, թալանվեց։ Հատուկ ներվերից թույլ մարդկանց համար մազութի պատմություն էլ չեմ մեջտեղ բերում։ Երկրորդ թեզը 1920-ին առան հանրապետության փողերն ու հայդա Փարիզ։ Իմ ձեռքի տակ է Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն գիրքը։ Սա հուշեր են։
ամբողջական հուշեր, երբ չկար Հայաստանի առաջին հանրապետությունը, երբ ստեղծվեց այն եւ երբ որ բոլշևիկները զավթեցին 20 թվականին իշխանությունը։ Այս գրքում կա մի ուշագրավ հաշվետվություն, երբ որ արդեն 1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո կառավարությունը հեռացել է Հայաստանից, հեռացել է դեպի Պարսկաստան, ստեղծվել է մի ամբողջ հանձնաժողով, որը հաշվառել է այն ողջ գումարը, որը այդ օրերի կառավարիչները պաշտոնապես հանել են Հայաստանի Հանրապետությունից։ Այստեղ կարելի է գտնել տարբեր տեսակ դրամաչափեր, սկսած դանիական կռոնից մինչև անհասկանալի այլ միավորներ։ Ամեն ինչը մեկիկ հաշվարկված է եւ հետաքրքրական կետ։ Սա կազմել է հանձնաժողով, որի նախագահը եղել է Սիմոն Վրացյանը, ստորագրել է ֆինանսների նախարարը, հաշվեկնիչ մարմինն էլ եղել է Տեր-Մինասյան, Արշակ Հովհաննիսյան, Արշակ Խոնդկարյան։ Սակայն հատկանշական է վերջին կետը։ Այս հանձնաժողովը պարտավորվում է, որ ամբողջական այս հաշվետվությունը ներկայացնելու է, իրեն պարտավոր է համարում հաշիվ ներկայացնել նաև Հայաստանի ապագա օրինական իշխանությանը։ Կառավարության դրամական գործառույթների մասին եղած ամբողջ նյութը կպահվի եւ ապագայում կհանձնվի Հայաստանի պետական վերահսկողությանը։ Այ երբ որ Հայաստանի խորհրդարանում մի քանի օր առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը արայով խոսում էր առաջին հանրապետության մասին, պետք է հիշեր, որ իր պատկանած կուսակցությունը 1990 թվականին, երբ որ Հայաստանում եկավ իշխանության, մեծ դռներ փակեց նաև Հայաստանի առաջին հանրապետության ղեկավար կուսակցության առաջ։ Եվ վերջապես, առաջին հանրապետության դեմ քննադատության երրորդ կետը, բոլշևիզմը միայն կուսակցական պատկանելություն չէ, դա հոգեվիճակ է, այլատատություն, սեփական պատմության, անցյալի ավանդույթների արժեքների ստորացում։ Այդպես եղավ նաև այս շաբաթ Հայաստանի խորհրդարանում ու նրա պատերից դուրս։ Խոսում են մարդիկ, ովքեր 90 թվականին տիրացան մի ողջ երկրի, գործող տնտեսության, համակարգի, Հայաստանի խորհրդային հանրապետության, որը շարունակություն էր առաջին հանրապետության։ Տիրացան Երևանին, որի առաջին հատակագիծը գծել էր հենց Ալեքսանդր Թամանյանը նույն առաջին հանրապետության օրերին։ Տիրացան Շամիրամիտ Ջրանցկին, որը կառուցվել է առաջին հանրապետության օրերին։ Տիրացան Երևանի պետական համալսարանին, որը հիմնադրվել էր հենց առաջին հանրապետության օրերին, Նիկոլ Աղբալյանի նախաձեռնությամբ իդեպ։ Տիրացան կոնսերվատորիային, տիրացան մատենադարանին, տիրացան ազգային գրադարանին, հոգևոր այլ կառույցների, ի վերջո տիրացան մի ողջ համակարգի, որի սկիզբը դրվել էր 1918 թվականի մայիսի 28-ով, 600 տարի անց, երբ որ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ցավոք սրտի կրկնում եմ, այդ մարդկան դժվար է մեղադրել։ Նրանք սովորել են Սարոյային եղբայրներով, սովորել են Զանգեզուրով, սովորել են նվագախմբի տղաներով։ Իդեպ, Հայաստանի պետական հանրային հեռուստատեսությունը մինչև այսօր շարունակում է հակաանկախական, հակաառաջին հանրապետության բոլշևիկյան այդ բոլոր ֆիլմերը ցուցադրել։ Ես խոստանում եմ առաջիկայում Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներին բաժանել նման տեսաերիզ։ Սա Երկիր մեդիա հեռուստաընկերությունում պատրաստված տեսաերիզ է։ Կոչվում է Մեծ ճանապարհի սկիզբը։ Նկարահանել ենք 4 տարի շարունակ։ Որևէ դրամ չենք ծախսել իդեպ այս տեսաֆիլմի։ 3.5 ժամանոց տեսաֆիլմ է, որ պատմում է Հայաստանի առաջին հանրապետության մասին, անկախացումից մինչև բոլշևիկացում։ Խոստանում եմ, առնվազն մի 3 ժամ ժամանակ, որ ունենան մեր պատգամավորները դիտեն նման տեսաֆիլմեր, վստահ նման ելույթներ Հայաստանի խորհրդարանում չի լինի։